Ինչ է նշանակում ապրել Աստծո կամքով։ Աստծո կամքը, այլ ոչ մեր ծրագրերը։ Մենք բոլորս պլաններ ունենք, ուր գնալ, ինչ դառնալ կամ ինչպես ապրել։ Բայց մի օր կյանքը փոխում է ուղղությունը և հարց է առաջանում, այսինքն սա էր Աստծո կամքը։ Աստծո կամքը միշտ չէ, որ հեշտ է, բայց այն միշտ լավն է։ Ոչ թե հարմար, այլ սրբ փող, ոչ թե հարթ ճանապարհ, այլ ճիշտ ուղղություն։ Ոչ թե իմ կամքը, այլ քոնը թող լինի։ Ղուկաս 22:42 Հիսուսի աղոթքն էր դա Գեթսեմանիում։ Երբ ապրում ես Աստծո կամքով, խաղաղություն է լինում, նույնիսկ երբ դժվար է։ Աստծո կամքը ուղիղ ճանապարհ է, անգամ եթե ոլորաններով է։ Թող ամեն օրվա աղոթքդ լինի. Տեր, ոչ թե ինչպես ես եմ ուզում, այլ ինչպես դու։ Եվ կտեսնես, թե ինչպես է Աստված քո բոլոր ճանապարհները հարթեցնում և քո ճանապարհներից դուրս հանում այն բոլոր սխալ բաները, որոնք կարող են քեզ խանգարել։ Իհարկե հեշտ չի երբեմն մեր ցանկությունները բերել ու համաձայնեցնել Աստծո կամքի հետ, որովհետև երբեմն մեզ թվում է, թե մենք մեզ համար ավելի լավ ծրագրեր ունենք, բայց ոչ, Աստծո կամքը բարին է, կատարյալն ու հաճելին։ Եկեք միշտ ընտրենք նրա կամքը, որքան էլ դա դժվար լինի մեզ համար, խոնարհվենք նրա առաջ և քայլենք նրա ընտրած ճանապարհներով, որպեսզի ճիշտ ժամանակին Աստված մեզ բարձրացնի իր հզոր աջով։